Արգելի սիրելի ժողովուրդ, առաջին հերթին ուզում եմ ձեզ սրտով ողջունել։ Շնորհակալ եմ լավ դիմավորության համար, ջայր դիմավորության համար։ Այսօր հիմնական ես շրջում եմ գյուղերով ու հիմնական ուզում եմ լսեմ ժողովրդին։ Խնդիրը, պրոբլեմը, իրենց ուզող հարցերը նոր ես պատասխանեմ։ Ես բոլորը տեղյակ եմ, այս արդեն 20 օր շրջում եմ գյուղերով, քաղաքներով, վարչական շրջանով, իմանալով ժողովրդի ուզածը, խնդիրն ու պրոբլեմը։ Այսօր ժողովուրդը հոգնել է, որ քաղաքական գործիչները մեկը մեկին վիրավորում է, հայում է, ցեխ է շպրտում։ Ժողովրդին դա չի հետաքրքրում, ժողովուրդը ուզում է լսի իրենց մասին, խնդրի պրոբլեմի մասին, տեղյակ են թե ոչ, իրենց խնդիրը լուծում ունենալու է թե ոչ։ Այսօր հիմնական ուզածը դա է։ Մենք գիտենք ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը, ոչ թե միայն ձեր բոլոր ոլորտների։ Հայաստանի Հանրապետություն ինչքան ոլորտ կա, ոլորտի խնդիրը, պրոբլեմը մենք տեղյակ ենք։ Այսինքն շփվելով ժողովրդի հետ, մեր խմբերը, մեր թիմակիցները հարցրել են ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք այդ ոլորտով տուն են պահում, լսել են նրանց խնդիրը, պրոբլեմը եւ մենք մասնագետներ միասին դրա լուծումը տվել ենք։ Եթե ծրագիրը կարդաք, ծրագրում գրած է կետ առ կետ, խնդիրը, պրոբլեմը, լուծումը։ Մենք հիմնականում շեշտադրումը դրել ենք, որ ասեմ, թե այսօր հիմնական պետք է առողջապահությունը անվճար լինի, կրթությունը անվճար լինի։ Դա ոնց որ Վրաստանում է։ Հիմնականը ամենակարևորագույն հարցերը դրանք են, մեկ էլ վարկային համակարգը, որ վարկերը մինչև 3 միլիոն դրամ պետք է պետությունը ներում շնորհի մեր ժողովրդին։ Որտեվ եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է 2-3 տարի կորոնավիրուս, համաճարակ, եղել է պատերազմ, ժողովուրդը չեն աշխատել, ժողովուրդը ապրել են, գոյատևել են պարտքակուտակ, առողջության համար, սնվելու համար, եւ դրա համար հիմա պետությունը, որ մինչև 3 միլիոն ներում շնորհի, պետությունը քայլ է կատարում ժողովրդին այդ ցեխից հանում է, որ կարողանում է ժողովուրդը իր աշխատածով, իր ստեղծածով գոնե կարողանա իր տունը պահի։ Ու ասենք թե եթե այսօր պետական պարտքը արդեն դարձել է 15 միլիարդ, ժողովուրդը 15 միլիարդից խաբար չի, թե ոնց է կուտակվել։ 8 տարվա մեջ տարին 1 միլիարդ պարտք ավելացել է։ Ու այսօր անդադ լսելով իրենց հիմնական հայտարարությունը ժողովրդին, որ իրանք դպրոցներ են կառուցել, լավ են արել կառուցել են, ժողովուրդ, դա անհրաժեշտ է, բայց կառուցածը 8 տարում կառուցել են 59 դպրոց, 300-ի փոխարեն, 59 դպրոցից 26-ը արդեն վերակառուցել են, կառուցվածել են, հետևակի գործ են կատարել, բայց տարին 1 միլիարդ փող են ծախսել։ Թող ասեն 1 միլիարդ ինչ են, ժողովրդի կյանքում ինչն է փոխվել։ Աշխատատեղ է ստեղծվել, աշխատավարձ, նորապսակներին տներ են տվել, վիրավորների առողջապահության հարցերն են կարգավորել։